Քաղաքական գործիչներն, ինչպես գիտեք, կան այս պահին կզրուցենք Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ։ Շարունակ վերջին ամիսներին հատկապես խոսում ենք եկեղեցի իշխանություն հարաբերությունների մասին եւ գիտենք, որ 2018-ից են մեկնարկել այս ընդդիմությունը եկեղեցու հանդեպ, դուք ինչպիսի հանգուցալուծում եք ակնկալում եւ ձեր մաղթանքը որն է Միքայել Սրբազանին։ Նախ ուզում եմ առիթից օգտվել եւ շնորհավորել Միքայել Սրբազանի ծննդյան օրվա կապակցությամբ ամենաջեր մաղթանքները եւ իրեն այս առիթով եւ Հայաստանի եւ Ադրբեջանի բանտերում գտնվող բոլոր քաղաքական բանտարկյալներին ազգությամբ հայ այսօր առիթ է, ես վստահ եմ Միքայել Սրբազանը շատ լավ հասկանում է, որ այսօրվա իր օրը, միայն իր օրը չէ, այլ այդ օրով մենք եւս մեկ անգամ առիթ ունենք անդրադառնալու ոչ միայն եկեղեցու խնդիրներին, այլ նաեւ Հայաստանում մոլեգնող քաղաքական տերորին, որի հետևանքով Միքայել Սրբազանը, մյուս սրբազաններ եւ տասնյակ այլ մարդիկ հայտնվել են այսօր բանտերում։ Ես կարծում եմ Միքայել Սրբազանը ամեն ինչ ունի, միակ բանը, որ կարելի է իրեն մաղթել, դա իհարկե ֆիզիկական ազատությունն է, որովհետեւ իմ օրինակով գիտեմ, որ պայքարի դուրս եկած մարդիկ անգամ բանտախցում այդ 6 խորանարդի մեջ, այսպես ասած, կամերայի շատ ավելի ազատ են, քան դրսում գտնվող հազարավոր այլ մարդիկ, բայց ֆիզիկական ազատություն մաղթենք եւ մաղթենք անսահման ժողովրդական սեր եւ հարգանք, ինչի ականատեսը մենք լինում ենք նաեւ այս առիթով, այսօրով, տարբեր մարդիկ անկախ քաղաքական հայացքներից այսօր արդեն այստեղ են եւ վստահ եմ էլի կլինեն եւ գիշերվանից է սկսել անգամ սոցիալական ցանցերում արշավը շնորհավորելու Սրբազանին։ Վերադառնալով ձեր հարցին, տեսեք, ենթադրաբար հայ ժողովուրդը պետք է ունենա առաջնային մանդատ երկու հարցերում։ Առաջինը դա Հայաստանի Հանրապետություն հիմնելն էր, որտեղ ըստ սահմանադրության իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին եւ երկրորդը ժողովուրդը ունի մանդատ հոգեվոր կառույց հիմնելու, ինչը արել է 1700 տարի առաջ։ Այսինքն հայ ժողովուրդը հիմնադրել է 1700 տարի առաջ ազգային հոգեվոր ինստիտուտ հայ առաքելական եկեղեցու տեսքով եւ հիմնադրել է նաեւ երրորդ հանրապետությունը։ Եկեք դառնությամբ փաստենք, որ պետությունը գողացված է ժողովրդից, այսօրվա պետությունը ժողովրդին չի պատկանում, այսօրվա իշխանությունը ժողովրդին չի պատկանում եւ ժողովրդին պատկանում է մեկ հալալ զավակ, այսպես ասած, երկու հալալ զավակներից, երկու իր սեփական զավակներից պետություն եւ եկեղեցի պետությանը առևանգել են դրսից, առևանգել են ներսի դավաճանների ձեռամբ եւ այսօր պատահական չէ, որ ժողովուրդը ոտքի ելել իր մյուս հալալ զավակին պաշտպանելու համար, իր հարազատ զավակին իդեմս եկեղեցու, որովհետև եկեղեցին այո ասոնն է, բայց առաքելական եկեղեցին հիմնադրված է որպես ազգային ինստիտուտ հայ ժողովրդի կողմից։ Եվ ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը կպաշտպանի իր հարազատ զավակին իդեմս եկեղեցու եւ հետո կկարողանա հետ բերել նաեւ առևանգած զավակին իդեմս պետությանը։ Պարոն Աշոտյան, դուք իսկապես կարծում եք, որ բոլոր քաղբանտարկյալները ազատ կարձակվեն միայն իշխանափոխությունից հետո, թե այն ամենայնիվ հնարավոր է ակնկալել, որ նաև որոշակի հասարակական արձագանքի պարագայում դա տեղի կունենա արդեն այս իշխանությունը։ Շատ ճիշտ հարց եք տալիս, անհամեշտ չթվա, բայց իմ օրինակով ասեմ, որ իշխանափոխություն չի եղել, բայց մասնակի ազատությունս վերադարձվել է թեպետ 2 տարի 2 ամիս անց։ Իշխանությունները ազատ կարձակեն մարդկանց հանրային հասարակական ճնշման ներքո, այն ժամանակ, երբ որ բանտում գտնվելը իրենց համար ավելի վտանգավոր կլինի, քան ազատության մեջ գտնվելը, որովհետև Սրբազանների եւ Սամվել Կարապետյանի եւ մյուսների օրինակով տեսնում ենք, որ հանրային ուշադրությունը, երբ որ մեծանում է, նույն Լիդիա Մանթաշյանի գործովա դեպքով հիշենք, հանրային ուշադրությունը ճնշումը, որ մեծանում է, ապա իշխանություններին ավելի ձեռնտու է, այսպես ասած, թողնել այդ մարդկանց, բայց այստեղ գալիս է մի հատ ուրիշ խապկանք, իրանք գործում են պտտացող դռների սխեմայով, այսինքն մեկին բաց են թողում, մյուսին բռնում են եւ այս մշտական տերորը շարունակվելու է։ Կան ասել, որ Աստված առաջ ենթադրենք այսօր վաղը մյուս օրը ներկա քաղբանտարկյալներին բաց թողեցին, բայց Նիկոլը մնաց իշխանության, գալու են նոր քաղբանտարկյալներ, պատտվող դռների, այսպես ասած, մեխանիզմը, որ մշտապես բանտերում լինեն մարդիկ, ում օրինակով Նիկոլը կփորձի ցույց տալ
որ ինքը վախի տիրակալն է, որ ինքը այս պետության մեջ, զավթած պետության մեջ բեսպրիձելի կնքահայրն է, ինքը դա կփորձի անել, որովհետև սրբազանների պարագայում եւս մի հանգամանքասա պետք է անպայման շեշտել, կոնկրետ այս 4 սրբազանները նստած են, ես չեմ ասում այս 4-ով սահմանափակվում է այդ շարքը, բայց նստած են նաև մեկ այլ դավաճանական արար իրականացնելու համար, նստացնելով, բռնելով, ազատազրկելով ամենախոսացող, ամենահանրային կյանքում ակտիվ, ոչ միայն իրենց թեմերում, այլ նաև հանրապետությունով եւ համազգային համահայկական տիրույթում հայտնի մարդկանց, ինչպիսիք են Բագրատ Սրբազանը, Միքայել Սրբազանը, Արշակ Սրբազանը, նաև այլևս Մկրտիչ Սրբազանը, նա փորձել է ճանապարհ հարթել դեպի Մայրաթոր։ Այսինքն կոպիտ ասած վեհապարի կողքից հեռացրել է վեհապարի հավատարիմ զինվորներից, զինակիցներից, ամենախոսացողներին, ամենաակտիվներին, հասարակական կարծիք ձևավորողներին եւ ես դրա համար ամեն անգամ սրտատրոփ սպասում եմ սրբազանների թեկուզ գրավոր խոսքին բանտից կամ նաև հիվանդասենյակից, որովհետև այդ խոսքը շատ կարևոր է, այդ խոսքը ճեղքում է այն խորանարդի, բանտախցի խորանարդի պատնեշները, այդ խոսքը ռիսկավորում է մարդկանց, ովքեր այդ խոսքի կարոտ են, իսկ ես կասկած չունեմ, որ Հայաստանում արկա ճգնաժամի, որը քաղաքական չի, այլ արժեհամակարգային, քաղաքակրթական, էթիկական ճգնաժամ է, հանգուցալուծումը չի կարող լինել առանց վերադարձի դեպի իրական արժեքներ, առանց վերադարձի դեպի այն բարոյագիտություն, որը դրված է հայ առաքելական եկեղեցու եւ առասարակ քրիստոնեության հիմքում։ Չի կարելի, ես չեմ կարծում, որ Հայաստանում կլինի իշխանափոխություն, միջև մենք որպես հասարակություն չշրջվենք դեպի այն բարոյագիտական ակունքները, որոնք այսօր պղծում է Նիկոլ Փաշինյանը եւ իր ռեժիմը։ Դուք շատ եք շփվում այսպես արևմուտքի գործիչների, տարբեր գործիչների հետ, եվրոպական կառույցների, միջազգային կառույցների, ինչու են այսպես пассив արձագանքում երկրում տեղի ունեցողին, հատկապես հայ առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցողին եւ հաճախ ասում են Թրամփը քրիստոնյաների պաշտպանն է, օրինակ Թրամփը ինչու է լռում, երբ այսպես արդեն իսկ իր ազդեցությունը, ամերիկյան ազդեցությունը, եթե տարածաշրջանում կա եւ հավանաբար տեղյակ է ինչ է կատարվում այստեղ։ Եկեք տարանջատենք եվրոպական եւ ամերիկյան կառույցների, չէ, փոխենք, որովհետեւ տարբերություն կա, օրինակ դուք ձեր խոսքի մեջ անգամ ասացիք Թրամփը քրիստոնյա է, ես չեմ կարող նույն բանն ասել եվրոպական այսօրվա ղեկավարների մասին, որոնց մի զգալի մասը գուցե պատկանում է այն կուսակցությանը, որի անդամ ենք նաեւ մենք եւ որի կանոնադրության մեջ Աստված բառ կա, ԵԺԿ-ում Աստված բառ կա իրենց կանոնադրության մեջ եւ ես վերջերս մի փակ քննարկման ժամանակ իրենց դա ուղիղ ասել եմ, որ մեր կանոնադրության մեջ սիրելի ընկերներ կա Աստծո մասին հիշատակումներ, աստվածային արժեհամակարգին հավատարիմ լինելու պարտավորություն, ինչու մենք դուք դրանով չեք առաջնորդվում ռեալ քաղաքականության մեջ, բայց ակնհայտ է, որ աշխարհը շատ ցինիկ է, այդ թվում այն պոպուշ եվրոպացիները, որոնք տարիներ շարունակ մեզ հեքիաթներ էին պատմում իրենց հավատարմության մասին ընդհանուր արժեքներին, որովհետև ես չեմ ընդունում, որ այդ արժեքները, իրական եվրոպական արժեքները միայն եվրոպական են, բացարձակապես եվրոպական իրական արժեքները, ոչ թե խեղաթյուրված, հիմնված են քրիստոնեական բարոյագիտության վրա եւ հունահռոմեական քաղաքակրթության վրա, ինչը կներեք Եվրոպայի նչի միայն եւ elə մեծ հարց է այստեղ կարելի է վիճել, բայց ամերիկյան կտորին այսպես կներեք Նիկոլ Փաշինյանը իրականացնում է մի կեղտոտ արշավ արևմուտքում, հատկապես Եվրոպայում, որտեղ այդտեղ դա ավելի մեծ ազդեցություն ունի, որը բոլորով իրեն դեմ են Կրեմլի ագենտներ են։ Դա հողերը գլուխը, այսպես ասած, ինչ Կրեմլի ագենտ։ Շատ զավեշտ է, չէ՞ որ Բագրատ Սրբազանին, ով Կանադայի քաղաքացի Կրեմլի ագենտ կարելի է որակել, կամ Միքայել Սրբազանին, ով մեր իշխանության օրոք աչքի ընկել նաև որոշակի սուր հարցադրումներով մեր դաշնակցային այսպես հարաբերություններ կրող գործընկերության նկատմամբ, այսինքն ակնհայտ է, չէ՞ որ սուտ է, մնացածի մասին էլ դնում են մի կողմ։ Այդ արևմուտքը չի տենում, որ Նիկոլը իրենց ասում է Կրեմլի ագենտներ են բռնում, հետո գնում է Կրեմլի տիրակալի մոտ եւ այն մանրամասերը, որ իրեն հասանել են այդ պահին, մեծ հաճույքով փորձում է այսպես ասած դիպչել եւ հաճոյանալ։ Միթե դա չի երևում, իհարկե երևում է։ Ինչ վերաբերում է ամերիկյան հատվածին, ես օրեր առաջ առաջարկել եմ, որ
Տրամպի այսօրվա կամ ամերիկյան այսօրվա վարչակազմի պասիվությունը այս հարցով ես բացատրում եմ երկու անգամանքով։ Առաջինը Հայաստանի պետությունը իդեմս կառավարիչների ռեժիմի այդ հարցը չի բարձրացրել բավարար չափով, եւ երկրորդը թողներվի ինձ այս համարձակությունը, բայց բացարձակ ճշմարտություն է։ Գործող դեսպանը, որը այստեղ էր եւ որին վերջերս լուր ստացանք, որ հանելու են, նա հին վարչակազմի դեսպան էր, հին արժեհամակարգ կրող եւ բնական է, որ այս հարցերով այդքան ակտիվություն չէր ցուցաբերի, նա փորձում էր հարմարվել եւ ապահովել սեփական ծառայության շարունակականությունը։ Ես հուսով եմ ամերիկյան նոր դեսպանը կկրի նոր վարչակազմի արժեքները առնվազն այս իմաստով, հա, քրիստոնեության, բարոյագիտության, սկզբունքայնության իմաստով տվյալ հարցերում եւ մի առաջարկ հիմա էլ անեմ, հա, խոսում ենք, մտորում ենք բարձրաձայն։ Լուր տարածվեց, որ շատ բարձրաստիճան ամերիկյան պաշտոնյա է գալու, ոմանք ասում են դա լինելու է փոխնախագահ Վենսն ու պաշտոնապես Վենսի անունը չի տրվել, ես դրա համար զերծ կմնամ կոնկրետ իր անվան, բայց եթե գալու է շատ բարձրաստիճան ամերիկյան պաշտոնյա փետրվար ամսին, հրաշալի առիթ է այ հավատացյալ ժողովրդի համար բարձրաձայնելու նաև քրիստոնյաների նկատմամբ շարունակվող հալածանքների մասին։ Շնորհակալ եմ։